Հարգելի հեռուստատոներ, այսօր հեռանկարի հյուրն է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը, նշեմ, որ այսօր մեր զրույցը կլինի հեռավար, բարև ձեզ, պարոն Մանասերյան, շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Բարև ձեզ։ Հուսով եմ լսում եք մեզ, նորմալ, եւ սկսենք։ Այսօր Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ առևտրաշրջանառությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կտրուկ նվազել է, տվյալներ ներկայացրեց 24 թվականին, երբ եղել է 12 միլիարդ դոլար, հետո 2025-ին 8 միլիարդ, իսկ այս տարի արդեն էականորեն ավելի քիչ, նաեւ նշել էր, որ միտումը անկման կարծես թե շարունակվում է կամ շարունակվելու է։ Ես ուզում եմ ձեզ շատ պարզ հարց ուղղել։ Այս ամենի մեղավորը ով է, պարոն Մանասերյան։ Այս ամենի մեղավորը իհարկե միակողմանի չի կարելի դատողություն անել, բայց կարծում եմ պարկեշտության դեֆիցիտն է, որ գոյություն ունի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, եւ եթե մենք փորձենք մեզ կողքից նայել, ապա բնական է, որ մեր ռազմավարական դաշնակիցը ակնկալում է պատերազմի ժամանակ հատկապես հստակ կողմնորոշվել եւ եթե թշնամական իրենց դիտարկմամբ ճամբարի մաս պետք է կազմի Հայաստանի Հանրապետությունը, ապա պահանջում է, որ դա չլինի Ռուսաստանի հաշվին, դա չլինի Եվրասիական տնտեսական միության հաշվին։ Ասել, որ ամբողջությամբ ռուսական կողմը ճիշտ է, օբյեկտիվ չի լինի, որովհետև կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը լիիրավ անդամ է եւ առանց Հայաստանի Հանրապետության կարծիքը հաշվի առնելու որոշումներ կայացնելը նույնպես արդարացի չի լինի։ Բայց մյուս կողմից կարելի է հասկանալ մեր գործընկերներին, որոնք ուզում են հստակեցնել, որքանով ենք մենք մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում պահպանում պարկեշտությունը եւ որքանով հետագայում մեր ավելի սերտ հարաբերությունները կամ ինչպես օրենքն է վկայում, որ ընդունվել է Հայաստանի կողմից ազգային ժողովի կողմից Եվրամիության անդամակցության մասին օրենքի ես նկատի ունեմ, անդամակցելու պարագայում ինչ տեղի կունենա ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով։ Այնպես որ այս խնդիրը ոչ թե տնտեսական եւ ոչ միայն տնտեսական, այլ կարելի ասել քաղաքատնտեսական խնդիր է։ Պարոն Մանասերյան, հիմա Հայաստանը պարտավորություն ունի այնպես անել, ինչպես ուզում է Ռուսաստանը։ Դուք այլ նշեցիք, որ Ռուսաստանը ուզում է հստակեցնել, թե մենք ի վերջո պատերազմի ժամանակ որ ճամբարում կլինենք եւ այլն եւ այլն։ Մենք ինչ որ հարցում պարտավոր ենք հենց անել այնպես, ինչ ուզում է Ռուսաստանը։ Ես չեմ կարծում, որ միակողմանի դա պետք է լինի, բայց կարծում եմ, որ մանավանդ հայտարարությունները, որոնք հնչում են Հայաստանի Հանրապետությունից հարավ-կովկասյան երկաթուղու հետ կապված, պահանջներ 2 միլիարդի հետ կապված եւ այլն, ցանկալի է, որ դրանք քննարկվեն ռուսական կողմի հետ եւ հայտարարություններն արվեն երկկողմանի։ Պարտավորություն որևէ կողմը այդպես չունի, բայց կան պարտավորություններ Եվրասիական տնտեսական միության անդամակցության համատեքստում եւ այդ պարտավորությունները պետք է մենք հատկապես ուշադիր լինենք։ Իհարկե, որպես այդպիսին սահմանափակումներ չեն մտցվում եւ այդ եզրույթը չի օգտագործվում հայկական ապրանքները ներմուծելիս, ավելի շատ ֆիտոսանիտարական պայմաններն են եւ այդ պահանջներն են շեշտվում Ռուսաստանի Դաշնության կողմից, բայց բոլորին հասկանալի է, որ սա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան տնտեսական կամ ֆիտոսանիտարական։
կա պարտավորություն ԵԱՏՄ-ի շրջանակներում, որը Հայաստանը չի կատարում։ Ինձ հայտնի չեն այդպիսի պարտավորություններ, բայց պետք է այստեղ մի շատ կարևոր հանգամանք հաշվի առնենք, որ Հայաստանի տնտեսական անվտանգության բազմաթիվ ծալքեր, բազմաթիվ ուղղություններ, սկսած էներգետիկ անվտանգությունից, վերջացած ֆինանսական անվտանգություն, որտեղ Հայաստանի բանկային համակարգի կեսից ավելին ռուսական կապիտալ է պարզապես, եթե ավելի կոնկրետ թվեր չմատնանշենք, բարենային անվտանգություն, բազմիցս դրա մասին մենք առիթ ունեցել ենք խոսելու եւ 90%-ից ավելին այդ խնդիրը կարգավորելու, բարենային անվտանգությունը ապահովելու հարցում մենք ներմուծումները կատարում ենք Ռուսաստանի Դաշնությունից, վերջին ներմուծումը, որ կատարել ենք, դա Ղազախստանից է, բայց դարձյալ ԵԱՏՄ անդամ երկիր եւ այլն, այսպես կարելի է շարունակել, այսինքն տնտեսական անվտանգության ապահովման տեսանկյունից Ռուսաստանի Դաշնությունը եւ մեր մյուս գործընկերները Եվրասիական տնտեսական միության բավական լայն դաշտ են ստեղծել, որից օգտվել է Հայաստանի Հանրապետությունը եւ դրա մասին վկայում են բազմաթիվ վիճակագրական ցուցանիշներ։ Միայն գյուղատնտեսական արտադրանքի մասով արտահանումը Ռուսաստանի Դաշնություն, չխոսելով Եվրասիական շուկայի մասին, $700 միլիոն ավելին է կազմում, արտաքին առևտուրը 10 տարիների ընթացքում գրեթե 15 անգամ ավելացել է եւ այլ, այսինքն մենք եթե ունենք քաղաքական առումով ավելի նախընտրելի գործընկեր իբրև պետություն, նախ հաշվարկներ պետք է կատարենք եւ հասկանանք որքանով է դա ձեռնտու Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի պետական եւ ազգային շահերին, որքանով են համահունչ այն հայտարարությունները, որ արվում են արևմուտքի դրդմամբ, Եվրամիության դրդմամբ ավելի կոնկրետ, որտեղ մեզ շատ անկեղծորեն գրկաբաց չեն սպասում, մեղմ ասած, եւ սրա մասին են վկայում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների խոստովանություններ։ Պարոն Մանասարյան, տեսեք Հայաստանի իշխանությունները բազմաթիվ անգամ նշել են, որ խնդիր չեն դրել գոնե այս փուլում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու, բայց կարծես թե հակառակ կողմից, ռուսական կողմից հենց այդպես է հարցը ձևակերպվում, այսինքն այս դիվերսիֆիկացիայի քաղաքականության տակ կարծես թե Հայաստանը փորձում է դեպի Եվրոպա գնալ, բայց իրականում շատ գործնական քայլեր այդ ուղղությամբ չկան, հակառակը նշվում է, որ երբևէ գուցե Հայաստանը այդպես էլ չմիանա Եվրամիությանը, գուցե ինչ-որ մակարդակի հասնի, մոտենա, բայց այդպիսի խնդիր ի վերջո չդրվի։ Հիմա այս հարաբերակցության մեջ արդյոք անհասկանալի չէ Ռուսաստանի մոտեցումը, նաև այդ ստիպողական դրդողական քայլերը, որ ասում են մինչև տարեվերջ Հայաստանը պետք է հանրակրվի անի, կողմնորոշվի, ի վերջո որ կողմն է, այսօր այդ կողմնորոշվելու խնդիրը կարծես թե Հայաստանում չի հասունացել։ Ես հասկանում եմ, որ դուք օգտագործում եք այն եզրույթները, որոնք շրջանառության մեջ են դրվել կառավարության կողմից, եւ դրանք շատ հայտնի եզրույթներ են, որ մենք դեռ այդ մասին պետական դիրքորոշում չունենք, դեռ ժամանակ է պետք, որ հստակեցնենք եւ այլ, բայց մի մոռացեք մի շատ կարեւոր հանգամանք եւ դարձյալ ես ուզում եմ հորդորել ձեզ եւ մեր հայրենակիցներին մեզ նայել օտարի աչքերով։ Եվ այդտեղ մեղմ ասած հասկանալի չի մեր վարքագիծը։ Տեսեք, Եվրամիության անդամ 27 երկրներից եւ ոչ մեկը չի ընդունել Եվրամիությանն անդամակցելու մասին օրենք։ Նույնիսկ հիմնադիր անդամները, 15 հիմնադիր անդամներ այդպիսի օրենք չեն ընդունել։ Ինչն է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը շտապեց ոմանց ձեռքով գրել այդպիսի օրենքի նախագիծ եւ արագ վավերացնել, ուրեմն դա անցկացնել ազգային ժողովում։
Մենք երբևէ պետք է սովորենք ծանր ու թեթև անել որևէ օրենքի տնտեսական եւ քաղաքական գինը։ Մենք կարող ենք ընդհանրապես կանխատեսել, թե դրանից հետո մեզ ինչ է սպասում։ Օտարը մեզ ինչ աչքերով կարող է նայել, բայց այս զգայական բառերն էլ մի կողմ դնելով, դրա դիմաց մենք ինչ ենք ստանալու տնտեսապես։ Այսինքն գրգռել հարաբերություններ եւ թշնամանալ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը անցանկալի անգամ արևմուտքի համար։ Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ 27 երկրները կիրառելով պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ, այնուամենայնիվ չեն համարձակվում առաջի դեմքով հանդես գալ եւ թշնամանալ, ավելին ասեմ, իրենք շատ ակտիվ առևտուր են անում Ռուսաստանի հետ։ Հասկանալի, այսինքն դուք ասում եք, որ Այսինքն մենք ինչու ենք մի կողմից ուզում կզմիթներ հասցնել եւ դրա դիմաց ակնկալել շատ բարյացկան վերաբերմունք։ Ի վերջո համարժեքությունը, adekvatությունը միջազգային հարաբերություններում երբևէ պետք է դրսևորվի։ Այսինքն Հայաստանը հատուկ թշնամանք է փնտրում Ռուսաստանի հետ, հա? Այդպես է դուրս գալիս։ Ավելի վառ չի կարող արտահայտվել, քան այն քայլերը, որ հատկապես Հայաստանում, Երևանում հատկապես այս տարվա մայիսին Ռուսաստանի հակառակորդ երկրի ղեկավարի կողմից եւ անձամբ ես չեմ հասկանում, թե որ համատեքստում էր այդ հայտարարությունը արվում։ Եթե նայում ենք Եվրահամայնքի այդ համաժողովին, որևէ կերպ դրա հետ առնչություն չուներ, բայց փոխարենը մենք ձեռք ենք բերում նոր թշնամիներ, ուզում եմ շեշտել հատկապես իդեմս Ռուսաստանի Դաշնության։ Դա մեզ համար որևէ խնդիր լուծում է, ոչ։ Եթե անընդհատ հիմա խոսում են ռազմաբազան Հայաստանից հանելու մասին, եթե անընդհատ խոսում են էներգակիրները ուրեմն հրաժարվելու մասին, մենք այլընտրանքի մասին մտածել ենք, ունենք այլընտրանք։ Ես ոչ թե դեմ եմ դիվերսիֆիկացիային, ճիշտ հակառակը, ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը տնտեսական անվտանգություն ապահովելու համար պետք է բազմաթիվ երկրների հետ սերտ համագործակցություն ունենա։ Պարոն Մանասարյան, ստացվում է, որ Հայաստանը այդ մայիսյան հասկանալի է, Հայաստանը այդ մայիսյան, այդ հնչեղ եվրոպական միջոցառումները պետք է չաներ ընդհանրապես նրա համար, որ դա Ռուսաստանին դուր չէր գա եւ Ռուսաստանը Դուք շատ լավ հասկանում եք, ինչու եք դա այսպես չափազանցնում։ Ինչու չպետք է անել։ Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ պետք է դա անել։ Ես ուզում հասկանալ, ինչով է պարտավորված Հայաստանի Հանրապետությունը Ուկրաինայի ներկայիս ղեկավարի առջև հրավիրելու եւ նրան տրամադրելու այնպիսի ամբիոն, որը իր բոլոր քաղաքական խաղակարտերը պետք է խառներ իրար։ Ես երբեք նման բան չասեցի, որ պետք չի անել։ Ընդհակառակը շատ պետք է սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, բոլորի հետ։ Բայց ցանկացած քաղաքակիրթ երկրից ամբիոն տրամադրելուց առաջ պահանջում է, որ զեկուցողը կամ խոսք վերցնողը անպայման ասի, թե ինչ թեմայով է։ Ես կարծում եմ, որ մենք բավական է հարցում լուրջ սխալ ենք թույլ տվել եւ դրա համար պետք է վճարել։ Շնորհակալություն, պարոն Մանասարյան, ես եւս երկու հարց ունեմ, մեկը վերաբերում է ձեր վերջին հարցազրույցներից մեկում արտահայտած կարծիքին, եթե չեմ սխալվում, ես կարծում եմ ձևակերպումը հիմա սխալ չեմ արտաբերի, դուք նշում եք, որ փորձում են Կրեմլի սապոգից կախվածությունը փոխարինել յաթաղանից կախվածությամբ։ Այսինքն երկու դեպքում էլ կարծում եմ էականը կախվածության բառն է եւ մենք կարծես թե դատապարտված ենք եւ եթե այդպես է դատապարտված ենք, ուրեմն եթե հավերժ կախված ենք լինելու, ավելի լավ է ռուսական կամ Կրեմլի սապոգից, քան թուրքական յաթաղանից կամ յաթաղանից։ Ես նման բան չեմ ասել, իհարկե, երբեք չեմ ասել։ Ես երկու համոզմունք ունեմ, որ թշնամանալ պետք չէ որևէ մեկի մասին է խոսքը, կարող եմ։ Ես վերջի հարցազրույցը շատ հստակ հիշում եմ եւ ես հարցին հարցով պատասխանել եմ, որ մենք փոխարինում ենք Կրեմլի սապոգը յաթաղանի երկրի հետ կամ Ռուսաստանի, հա, որ ոմանք շատ սիրում են այդպիսի
բնորոշումներ տալ Կրեմլի գործակալ կամ չգիտեմ ռուսի սապոկ եւ այլն, դա գավառամիտների երբ որ այլ բաներ չունեն ասելու, արտահայտվելու փորձագետներին բնավ վայել չէ, բայց այդպիսի վայ փորձագետներ Հայաստանում կան։ Ես ընդհանրապես ասել եմ, ինչ է ավելի լավ է փոխարինել յաթաղանի երկրով Ռուսաստանի Դաշնությունը, եւ այդտեղ պատասխան որևէ մեկը գոնե այն գոլեգաներից ես չեմ լսել։ Ես շատ ուրախ կլինեմ, որ որևէ մեկը հայ տնտեսագետներից իմ եւ գործընկերներից հետ նստի կլոր սեղանի շուրջ եւ բերի փաստարկներ առայն թե ինչ երաշխիքներ կան, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից Հայաստան ներմուծվող ապրանքները կամ Հայաստանից, եթե այս պահին բացում են որոշ շապով թույլ են տալիս իրենց շուկաները մուտք գործել, ինչ երաշխիքներ կան, որ մի գեղեցիկ օր, երբ այդ կախվածությունը բավական մեծ բարձր աստիճանի կհասնի, Հայաստանի դեմ շուրջ են տա եւ չեն փակի այդ շուկաները։ Ընդհանրապես սրա մասին է խոսքը։ Հասկանալի է։ Երբեք պետք չի ինձ վերագրել, որոնք ես չեմ ասել։ Հասկանալի է։ Եվ ուզում եմ գազի մասին անպայման հարցնել, հնարավոր է զարգացումները հասնեն այնտեղ, որ կամ էականորեն թանկանա ռուսական գազը կամ նույնիսկ առհասարակ մենք չունենանք այդ գազը, այդ դեպքում մենք տեսնում ենք որևէ այլ ընտրանքային միջոց, չգիտեմ, օրինակ իրանական գազը, օրինակ ադրբեջանական գազը, այդպիսի կարծիքները կա, կամ այլ ընդհանրապես էներգակիրներով փորձենք լրացնել մեր էներգետիկ պակասը։ Շատ կարևոր հարց է, ես կարծում եմ որևէ մեկը Հայաստանի ներկայիս իշխանություններին չի արգելել բանակցել եւ այլընտրանք գտնել, հատկապես որ մենք ունենք խողովակաշարը, իհարկե ավելի փոքր դրամաչափով Իրանից գազ ներմուծելու եւ այս ուղղությամբ պետք է շատ ավելի ակտիվ լինել, նույնիսկ եթե խաղաղություն լինի տարածաշրջանում եւ խաղաղություն ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի միջեւ, այլ նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ վերջապես խաղաղության դաշնագիր ստորագրվի, այս դեպքում Հայաստանը եւս պետք է մտածի իր տնտեսական անվտանգության, էներգետիկ անվտանգության մասին, որովհետև միջնորդված այլ երկրներով, ասենք Վրաստանի հետ կարող են հարաբերությունները վատթարանալ կամ ինչ-ինչ պատճառներով, տարերային աղետների պատճառով Հայաստանի Հանրապետությունը կարող է զրկվել գազի մատակարարումից։ Քիչ չեն դեպքեր, երբ անկախության տարիներին գազի մատակարարումը ընդհատվել է այս կամ այն պատճառներով եւ ոչ միշտ օբյեկտիվ պատճառներով։ Կարծում եմ, որ մենք պարտավոր ենք ամեն պարագայում այլընտրանքներ որոնել։ Այդ այլընտրանքները կան, ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է լինի ավելի նախահարցակ, իտեմս էկոնոմիկայի նախարարության եւ օգտագործի այն ներուժը, որ փորձագիտական ներուժը, որ կա Հայաստանի Հանրապետություն, անգամ Սփյուռքում, որովհետեւ մենք ունենք բավական լուրջ փորձագետներ, որոնք կարող են մեզ օգնել նման հաշվարկներ կատարել։ Ես ամեն ինչի հիմքում կդնեի ազգային պետական շահերը, որոնք այսօր ուղղակի ձևակերպված չեն, ես չեմ ուզում ասել, որ բացակայում են, բայց ձևակերպված չեն, որպեսզի մեզ համար շատ ավելի հստակ լինի, անգամ փորձագետների համար, ոչ միայն որոշում կայացնողների, երբ քննարկումներ են տեղի ունենում, ապա հասկանանք, թե ինչին է միտված մեր միասնական աշխատանքը։ Շնորհակալություն լավ զրույցի համար, պարոն Մանասերյան։ Այսքանը հեռուստատոներ, ես հիշեցնեմ, հեռավոր մենք զրուցում ենք տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։